չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն է նա, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը ինչն է նորություն է այս պատմության մեջ։ Նորությունն է նա, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Բոլոր առումներով, թե տնտեսական, թե քաղաքական, թե միջազգային, եւ էլի ես ուզում եմ ասել, ոնց որ խոսում ենք նոր տեխնոլոգիական ոլորտում զարգացումների մասին, էլի շատ սովորական բան է, 2026 թվական Հայաստանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով, դե գագաթաժողովը տեղի ունենալու, ինչ կա որ աշտանը տեղի ունենալու կենսաբազմազանության COP17 համաժողովը, դե COP17, լավ, օքեյ, տեղի ունենալու, բայց կործանվում ենք։ Nvidia-ն եւ մյուս ընկերությունները 500 միլիոնի ներդրում են անում, ներդրում չկա Հայաստանում, ոչ մի ներդրումները Հայաստանից փախնում են։ Եվ այլն եւ ընդ որում ուզում եմ ընդգծել, որ COP17-ի Հայաստան եկել է քվեարկության արդյունքում։ Այսինքն սովորաբար երկրները պայմանավորվում են, բայց այս դեպքում այնպես է ստացել, որ պայմանավորվածության չի հաջողվել հասնել եւ Հայաստանի տեխնացությունը մի քանի այլ տեխնացությունների հետ դրվել է քվեարկության եւ Հայաստանի Հանրապետությունը այդ քվեարկության արդյունքներով հաղթել է։ Իհարկե եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի դեպքում մի փոքր այլ էր իրավիճակը այնպիսին էր, որ էլի երկրներ կային տեխնացուներ, բայց այդ երկրներն էլ իրենց հերթին պաշտպանեցին Հայաստանի տեխնացությունը եւ ես ուզում եմ նաեւ նրանց շնորհակալություն հայտնել այդ վերաբերմունքի համար։ Ես նկատի ունեմ կա երկու հարթություն այսօր Հայաստանում։ Այն հարթությունը, որը գոյություն ունի տրանսֆորմացիայի բանաձևերի շրջանակում եւ որի դիրքից երևում է հեռանկարը Հայաստանի Հանրապետության, երևում է ապագան, ընդ որում ապագայի հարցն է շատ կարևոր հարց է։ Ես օրինակ մանավանդ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ ապագա կա ապագա կարգախոսով մենք խորհրդանական ընտրությունները հաղթեցինք, եւ բնականաբար մեր անդիմադիր գործընկերներն էլ այդ ապագա կարգախոսը փորձեցին եւ փորձում են վերածել քաղաքական քննադատության թիրախի, օրինակ շատ կարևոր է մոդելավորել, թե ինչ նշանակում ապագա կա եւ ինչ նշանակում ապագա չկա։ Ես օրինակ այս թեմայի մասին շատ եմ մտածել եւ եկել եմ հետեւյալ եզրակացության, որ ապագան նախագիծ է։ Եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Այսինքն ապագան, եթե մենք ուզում ենք բերել ապագա հայեցակարգային հասկացությունը ուզում ենք բերել դնել գործնական հարթության վրա, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու ունես նախագիծ, որ պետք է իրականացնես, կոնկրետ նախագիծ։ Եվ այս համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է եւ ապագայի նախագիծ։ Ապագա չկա այն դեպքում, երբ որ չգիտես ինչ ես անելու, բա հիմա ինչ ես անելու, աջ ես գնալու, ձախ ես գնալու, ուղիղ ես գնալու, հետ ես գնալու, վերև ես թռնելու, ներքև ես թռնելու։ Երբ որ չկա, դա նշանակում է չկա ապագա։ Իսկ երբ որ դու կողմնորոշված ես, թե ինչ ես անելու։ Իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք։ Այդ կողմնորոշման մի մասը ակնհայտ է, մյուս մասը ավելի մանրամասն ներկայացնելու համար մեզ ժամանակ է պետք, եւ այդ ժամանակը մենք պետքա քաղաքական եւ ռացիոնալ օգտագործենք։ Եվ կարծում եմ, որ իհարկե ընդ որում շատ լավ է այս առիթով ենք մենք խոսում, որովհետեւ արհեստական բանականությունը ակնհայտորեն ապագան է։ Եթե Հայաստանում կա արհեստական բանականության
ոլորտում այսպիսի ներդրում, դա շատ բաների մասին է վկայում։ Վկայում է, իսկ ինչպիսին է Հայաստանի անվտանգության հեռանկարի մասին մարդկանց եւ ներդրողների պատկերացումը։ Ոչ մեկ հենց այնպես չի բերի, եթե հիմա հետևենք մեր անդիմությանը եւ մամուլի որոշ հատվածներին, ովքեր առավոտից իրիկու մենակ մի բանն ասում, որ մենք կործանվում ենք, այդ մարդիկ ինչ են բերում, այդքան ներդրում անում։ Կտանեն այնտեղ, որտեղ չեն կործանվում։ Խնդրեմ։ Նախ Սփյուռքի հետ կապված ուզում եմ ասել, որ լիարժեք կիսում եմ ձեր մոտեցումը, իմ կարծիքով սա Սփյուռքի ներուժը Հայաստանի տնտեսության զարգացման գործում ամենաարդյունավետ եւ ամենանպատակային ուղղելու դրսևորումներից մեկն է եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ըստ էության հոգատարության ամենաիդեալական դրսևորումներից մեկն է այս ձևաչափը, որովհետեւ առաջին հերթին եթե չլիներ այդ ներուժի օգտագործումը եւ ներգրավումը այս նախագիծը պետք է անկեղծորեն ասեմ, որ դժվար թե իրագործելի լիներ մեզ համար գոնե թե այս փուլում, բայց խոսքը միայն տվյալ ենթակառուցվածքը մեզ համար հասանելի դարձնելու չէ, խոսքը նաև վերաբերում է ապագայում դրա գրագետ արդյունավետ շահագործմանը, որի կարողությունները եւ գիտելիքները եւս ներհայաստանյան շրջանակներում բավականաչափ սահմանափակ են եւ այս նախագծի նկատմամբ լավատեսությունը, որովհետև պետք է ասեմ, որ երեկվանից կարծիքները տարբեր էին, շատ մեծ ոգևորություն կար եւ կար որոշակի այսպես զգուշավորություն, ընդհանրապես խոշոր մեգա նախագծեր իրականացնելու հետ կապված, այդ լավատեսությունը մեզ տալիս է հենց այս թիմը, մարդիկ, որոնք ունեն կարողություններ, գիտելիքներ եւ փորձառություն նման մեծ նախագծեր իրականացնելու։ Դուք խոսեցիք կադրերի մասին, այստեղ եւս մեր քաղաքականությունները ուղղված են նրան, որ արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտողներին աջակցելու քաղաքականությունը մեզ համար առաջնահերթություններից է, առաջիկայում դրան ուղղված ծրագրերը եւս հանդես է գալու կառավարությունը եւ վերջում որպեսզի տարընթերցում չլինի Nvidia-ի եւ Firebird-ի հայտարարությունների մեջ անդադար նշվում էր AI Factory, եթե տառացիորեն թարգմանում ենք, լինում է AI գործարան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ խոսքը արհեստական բանականության չիպերի արտադրության մասին չէ, պարզապես դա ձևակերպում է, խոսքը ինտելեկտի, արհեստական բանականության արտադրությանն է վերաբերում, չիպերի մասին գուցե ապագայում առիթ կունենանք մտածելու։ Շատ լավ։ Համեցեք, պարոն Սինանյան։ Մեծարգո վարչապետ եւ հարգելի պարոն Մխիթարյան, շատ